Ողջույն սիրելիներս, հույսով եմ լավ եք, մենք էլ լավ ենք, փառք Աստծո։ Սկսում ենք նոր վլոգ։ Վլոգի սկզբնական մասում տեսակ մի քանի կադրեր, որոնք երեկ էի արել։ Ընտանիքով գնացել էինք քաղաք, խինկալի վայելելու եւ ոչ միայն, ովքեր Վորոնեժում են ապրում, եթե հետաքրքիր է, ասեմ, գտնվում է անմիջապես Ակյանարիումի կողքը, Պրոխինկալի, այդպես է կոչվում, ու բացահայտեցինք այդտեղ համեղ խոհանոց, այնտեղ ոչ միայն վրացական խոհանոցից համեղություններ կային, այլ նաև հայկական, անգամ ժանգյալով հաց։ Ու այնտեղի խինկալին իմ համար գրեթե ոչ մի տարբերություն չկար այն խինկալիների հետ, որոնք մենք համտեսում ենք Հայաստան գնալուց ճանապարհին Վրաստանում, ովքեր մեքենայով են գնում, շատ-շատերը վստահ եմ կանգնում են եւ համտեսած կլինեն հաստատ ոնց ուզում ալինի Վրաստանում պատրաստած այդ խինկալիները, որոնք ամեն ինչով տարբերվում են, որովհետեւ ամեն ինչը նշանակություն ունի եւ ալյուրը եւ ջուրը ամեն ինչը, իսկ այստեղի խինկալիները, որ համտեսեցինք, հաճելիորեն զարմացած ենք ու ոչ միայն խինկալիները, ամեն ինչը տեղը տեղին, անգամ ես ոչ մի տարբերություն չտեսա, այնպես որ սիրելիներս, եթե ցանկություն ունեք համեղ խոհանոց համտեսելու, բացահայտելու ձեզ համար, կարող եք այցելել այդ կաֆե-ռեստորանը, ռուսերեն ասած заведение, հայերեն չեմ կարող ասել, չգիտեմ ինչպես է կոչվում, արդեն որոշել ենք, որ ժամանակ առ ժամանակ պետք է այցելենք այդ համեղ ռեստորանը, որպեսզի վայելենք, համտեսենք նաև մնացած իրենց համեղությունները։ Ինչպես տեսնում եք, մեր տոնածառը դեռ չենք հավաքել, այսպես դրված է, ու քանի որ այս տարի ուշ ենք դրել տոնածառը, ես միշտ դեկտեմբերի սկզբից դնում եմ ու թողնում եմ մինչև հունվարի վերջ,
գրեթե 2 ամիս, այսպես որպես պարտականություն չեմ հավաքում դնում ու հենց Սուրբ Ծնունդը վերջանում անմիջապես հավաքում պահում եմ, չէ։ Աչքի համար գեղեցիկ է, շոյող է, լույսերը միշտ միացրած, նմանավանդ երեկոյան, այսպես տոնական լավ տրամադրություն է հաղորդում ու ընդհանուր տանը հաճելի աուրա։ Երևի արդեն 1 շաբաթ հետո կհավաքենք, ճիշտ է, ահագին խաղալիքներ կային, որ սպասում էինք, որ պիտի գար, մինչև դեկտեմբերի 19, որպեսզի ընդհանուր տոնածառը զարդարենք, բայց քանի որ խաղալիքները ուշացան ու դեռ անգամ մեկ տուփը դեռ մեզ չի հասել, օրեր առաջ 3 հատը ստացանք, հիմա ձեզ ցույց կտամ, այն մեկը դեռ մեզ չի հասել, սպասենք դա էլ կհասնի մեզ ու ամբողջը արդեն միասին կտեղավորենք տուփի մեջ ու արդեն հաջորդ տարի, այսինքն այս տարվա վերջ, արդեն ամբողջությամբ կզարդարենք մեր տոնածառը։ Ամբողջ այսպես չենք կարող գնել, որովհետև ամբողջը նոր է, այս տարի սկսած ձմեռ պապիկից, ամեն ինչից, այս ամեն ինչը նոր ենք գնել, խաղալիքները եւս մի փոքր թեր զարդարված էր, բայց տոնածառը ինքը իրենով այնքան գեղեցիկ էր, որ կարող ենք անգամ իրեն չզարդարել, միայն լույսեր դնել եւ վերջ։ Այս կարմիր աստղիկները ու կարմիր գույնը միտք չունեի ես դնել տոնածառի վրա, որովհետեւ այս տոնածառի հետ այդպես էլ այդքան էլ չի նայվում, միանգամից տոնածառը փոխվեց, բայց քանի որ այս տարի կարմիր գույնը թրենդի մեջ է, դրա համար այսպես կարմիր գույն դրեցինք տոնածառի վրա, կարմիր խաղալիքները ենք պատվիրել, եկել է, հիմա ցույց կտամ, բայց երևի մյուս տարի տոնածառի վրա կարմիր գույն չդնենք սիրելիներս։ Եկեք սկսենք այս գեղեցկությունից, աղջիկներս, առանձին եմ պատվիրել ու միասին համադրել այս սպիտակ գեղեցկությունը, 10 հատ է ու նայեք, կարծես բնական լինի, շատ գեղեցիկ է։ Պատվիրել եմ նաև սրակարմիրը, դեռ չի հասել մեզ, եւս 10 հատ, մի քանի օրից այստեղ կլինի ու այս եղևնու շիվերը 10 հատ ու այսպես գեղեցիկ համադրել դրել եմ, շատ գեղեցիկ է նայվում, տոնական ու ձմեռային։ Հիմա չգիտեմ մտքի վրա եմ հավաքեմ խաղալիքների հետ, թե այսպես դրած թողնեմ, ինչ կասեք։ Անցնենք խաղալիքներին, աղջիկներս, այստեղ պատվիրել ենք այսպիսի գեղեցկություն, շատ սիրուն են, աննկարագրելի, սպիտակ, ինչպես գիտեք, տոնածառի վրա կա հենց այս նույնի կապույտը, հիմա տեղադրված է, առաջինը դրանք եկան, այս նույնի կապույտը, այս սպիտակները, այս կարմիրները իրար հետ են եկել, էլի 9 հատ, շատ գեղեցիկ է, ու էլի բեժ գույների մեջ, այստեղ 16 հատ է, այս գեղեցկությունն ենք պատվիրել ու այն խաղալիքները, որ պետք է գան, այն տուփը, որ դեռ մեզ չի հասել, նրանք եւս այս գույների մեջ են, այնտեղ եւս 9 հատ է։ Սրանք մեր խաղալիքներն են, աղջիկներս, մյուս տարի տեղ կգտնեն տոնածառի վրա, բացի երևի այս կարմիրը, չգիտեմ, կախված է լինելու տրամադրությունից, գուցեև դնենք տոնածառի վրա, եւ այս վենոկը, հայերեն չգիտեմ ինչպես են ասում, որ դնում են տան դրան վրա, ոմանք դրսից, ոմանք ներսից, ուղղակի այսպես գնել եմ, 42 սանտիմետր է իր այս շրջանի մեծությունը ու արդեն ես եւ Լիլիան մյուս տարի արդեն երկուսով կձևավորենք ու կդնենք մեր դռան վրա։ Քանի որ խաղալիքները ուշացան, դրա համար էլ իմաստ չգտանք այս խաղալիքները դնենք տոնածառի, մարդիկ հավաքում են, իսկ մենք նոր պիտի զարդարենք, դրա համար որոշեցինք այսպես թողնել, այն վերջին տուփն էլ կգա, միասին կհավաքենք տոնածառը ու արդեն այս տարվա վերջ, նոր տարվան
գեղեցիկ ամբողջը միասին կդնենք տոնածառի վրա։ Բայց այս խաղալիքը իր յուրահատուկ տեղն ունի սիրելիներս, շատ սիրուն է եւ փայլերը եւ լույսը նաեւ ունի մելոդիա 7 տարբեր տեսակի, ինքը երգում է, շատ հավես է ու այս տարվա մեր նոր տարվա խաղալիքներից բացահայտումներից մեկն է հաճելի։ Խաղալիքները դնում էստեղ սիրելիներս ու գամ այս խաղալիքների թեմայի առիթով ձեր հետ մի փոքր խոսեմ։ Ամբողջը գալիս է, այսպես թղթականությամբ հավաքում ենք, որպեսզի վերջում միասին տեղավորենք։ Սա Լիլիայից նվերն է, հնարավոր է որոշ մարդկանց հետաքրքրի, մրսող մարդկանց։ Լիլիայից ընկերուհին է նվեր արել ուղարկել, գրել կա է, այսպես տակ ջուր է լցնում, այսպես բռնում նստում տաքանում, շատ լավն է։ Եթե հետաքրքրի կարող եմ մեկնաբանությունների բաժնում հողումը թողնել։ Ձեր համար, ձեր երեխաների համար, հա, այսպես գրկեն, տակ քնեն։ Սա էլ այսպես սիրելիներս ինչ ստացել ենք, Լիլիան ձեռքից չի դնում։ Սիրելիներս, կապված նոր տարվա խաղալիքների հետ, ուրեմն մեր հայ վլոգերներից մեկը Աննան այս տարի իր տոնածառի խաղալիքները ինքն իր ձեռքով է պատրաստում։ Կան մարդիկ, որոնք իրենք են պատրաստում, կան, որ իրենք գնում են ուղակի, ինչքան մարդ, այդքան ընտրություն, այդքան տարբերակներ ու շատ հավանեցի, մտա իրեն կոմպլիմենտ արեցի, որ շատ գեղեցիկ խաղալիքներ են ու իր հետևորդներից մեկը մտել ինձ մեկնաբանություն էր թողել, որ ընդհանուր միտքը, հա, որ ես ուտել խմելով ման եմ գալիս, տնարար չեմ, Աննան տնարար է։ Ու տենց ընդհանուր երևի հասկացաք, հա, ինչա ուզում ասի, այսինքն ինքը ոչ թե այդ մարդու տնարարությունը կամ տնարարության հետ կապ ունեցող ինչ-որ մի բան էր ուզում ասել, այլ այդ մարդու վրա ազդում է այն, որ ես վարում եմ ըստ վլոգների անհոգ կյանք, ինչպես ինքն է ասում, ուտել խմելով ման եմ գալիս ու ես տնարար չեմ։ Ու ըստ այդ մարդու տնարարությունը որոշվում է խաղալիքներ պատրաստելով ու տնարար կինը պետք է ամեն ինչի ձեռքով պատրաստի, ոչ հագնի, ոչ ուտի, ոչ ման գա, այդպես տունը նստած ձեռագործությամբ զբաղվի։ Ես չգիտեմ այդ մարդիկ կներեք մարմնի որ մասով են մտածում, ներողություն եմ խնդրում, բայց պետք է արդեն ինչ որ չափով իրենց լեզվով խոսել, որովհետև թույնի, նախանձի ու մաղձին էլ է չափ լինում։ Ես ձեր աշխատանքը կամ որևէ մեկի աշխատանքը չեմ ուտում, ուրիշի հաշվին չեմ ապրում։ Եթե չեք կարողանում կառավարել ձեր թարախը, ներսի մաղձը ու մտնում եք ձեզ անծանոթ մարդկանց մեկնաբանություններ եք գրում, ձեր մաղձն ու թույնը թափում եք, դրանից ոչինչ չի փոխվում, ոչ իմ կյանքը, ոչ ապրելակերպը, ոչ մտածելակերպը, ոչինչ, ընդհանրապես ձեր անդաստիարակությունն եք ցույց տալիս ու ձեր ներսի աղբը, որ ոչ մեկին էլ հաճելի չէ, պետք չէ մտնել ամենտեղ ու ամենուրեք լղոզվել, որովհետև այն մեկնաբանությունները, որ նամանավանդ ուղված չեն ձեզ, ուրիշին են ուղված, միջամտել ու այնտեղ էլ ձեր մաղձը թափել, դրա կարիքը չկա։ Նամանավանդ վիրավորանքները հիմա շատ հեշտ կարելի է էլեկտրոնն է, հա, էլեկտրոնային փոստով գտնել այդ մարդու հասցեն, հեռախոսի համարը տան հասցեն եւ ենթարկել քրեական պատասխանատվության վիրավորանքի համար։ Ու դուք կարող եք վճարել շատ մեծ գումար եւ Ռուսաստանում եւ Հայաստանում ամենուրեք։ Դրա իրավունքը դուք չունեք։ Գրելուց կամ լավը գրեք կամ ընդհանրապես ոչինչ մի գրեք։ Դա ես իմ համար չեմ ասում, ես ասում եմ ընդհանուր YouTube-ում տիրող այդ հեյտերների մասին, որոնք որ իրանց բան ու գործը նայա որ առավոտի ճիրիկ նստեն ու սրա նրա տեսանյութերի տակ իրենց մաղձն ու թույնը թափեն։
Իսկ ինչ վերաբերվում է այդ կերպարին, ուզում եմ նման մտածելակերպ ունեցող մարդկանց ասել, որ YouTube-ը իրենց տեղը չէ, եթե իրենք շատ ծանր են տանում այդ ամեն ինչը, ուղղակի պետք է զբաղվեն իրենց անձնական կյանքով, ոչ թե ապրեն ուրիշի կյանքով։ Տնարարությունը դա կնոջ խաղալիքներ, տոնածառի խաղալիքներ պատրաստելու մեջ չի կայանում ու նման բաների մեջ։ Դու ինչ գիտես, ես տնարար եմ, թե ոչ։ Եթե կարճ ժամանակում ես իմ ընտանիքի հետ կարողացել եմ հասնել այսօրվան, ուրեմն պատկերացրու ինչքան տնարար եմ։ Մենակ ամուսնու աշխատելով բերելով չի։ Նախ տղամարդուն կինը պետք է տա մոտիվացիա այդպես աշխատելու եւ բերելու համար, իսկ կինն էլ պետքա տանը այնքան շնորհք ունենա, կարողանա այդ ամեն ինչը տնօրինել, դասավորել, որպեսզի այդ ընտանիքը առաջ գնա։ Մի ձեռքը երես չի լվանում, երկու ձեռքն է լվանում։ Դա բոլորս էլ գիտենք, որովհետեւ կան շատ ընտանիքներ, որտեղ որ կամ տղամարդն է աշխատում, տանից ինչ որ մեկը աշխատում է ու վատ չի աշխատում, բայց այդ ընտանիքը ոչ մի բանի էլ չի հասնում։ Կամ կան ընտանիքներ, որտեղ որ կարելի ասել համարյա գումար չի մտնում, բայց այդ ընտանիքները ոչ պարտքեր ունի, ոչ կրեդիտներ ու ոչ մի բանից հետ չի մնում։ Բանը գումարի մեջ չէ, բանը ճիշտ գումարը տնօրինելու մեջ է։ Կինը պետք է այնքան շնորհք ունենա, որ եւ իր ամուսնուն մոտիվացնի եւ այդ ամեն ինչը դասավորած տանի։ Ես իմ կողքը չունեմ ծնողներ, իմ ծնողներս լուսահոգի են, երիտասարդ տարիքում կորցրել եմ իմ ծնողներին եւ չունեմ ամուսնուս կողմից եւս չկան ծնողներ, մեր կողքը երբեք ոչ մեկ չի եղել, այն ինչը որ մենք հասել ենք երիտասարդ տարիքում օտար հողում, այդ ամեն ինչը եղել է մեր քրտնաջան աշխատանքի ու խելացիության մեջ, դասավորվելու մեջ, որ շատ շատերի համար կենթանի օրինակ ենք։ Դա մեկ, երկրորդը կապված խաղալիքների հետ կան մարդիկ, որոնք սիրում են ձեռքի գործեր, կլինի դա խաղալիք կամ ուրիշ բան, չգիտեմ, կան մարդիկ, որ չեն սիրում։ Ես ինքս չեմ սիրում ձեռքի աշխատանքներ, դա կապ չունի ինչ լինի դա տոնածառի խաղալիք կամ այլ բան, ես ձեռքի աշխատանքներ չեմ սիրում, դա մեկ։ Երկրորդն էլ եթե ունեմ հնարավորություն խաղալիքներ գնելու տեսակ, այն էլ այս թվին սովետական միության տարիները չեն, որ չլինեն։ Հիմա մտնում ես խանութ, տեսակ, միլիոն տեսակ, մեկը մեկից գեղեցիկ խաղալիքներ են։ Ես իմաստ չեմ տեսնում, որպեսզի նստեմ, աչքերս փչացնեմ ու տոնածառի խաղալիքներ պատրաստեմ։ Ու դա էլի եմ ասում, տնարար լինելու հետ ընդհանրապես կապ չունի։ Դրան կարող են լինել տարբեր պատճառներ։ Մարդկա կարող է սիրում է ձեռքի պատրաստած խաղալիքներ, այդպես է ուզում իր տոնածառը զարդարել, մարդ էլ կա պատրաստում է ուղղակի ֆինանսականից ելնելով, գումար չունի, որպեսզի խաղալիքներ գնի իր տոնածառի համար, ստիպված է պատրաստում, մարդ էլ կա գումար ունի, գնում է խանութ իմ նման ու պատրաստի խաղալիքները գնում եւ բերում է իր տոնածառի վրա տեղադրում։ Դու չես կարող բերել երկու տարբեր ընտանիքներ, երկու տարբեր կանանց դնել իրար կողք ու ասել ինքը այնպես անում, դու ինչու այդպես չես անում, կամ դա ինչ որ մի բանի ցուցանիշ է տնօրինելու կամ ոչ տնօրինելու կամ էկոնոմիա անելու։ Դու ոչ Աննային ես ճանաչում, ոչ ինձ ես ճանաչում, ոչ կյանքի մեջ ես տեսնում, ոչ ինձ, ոչ իրեն։ Հնարավոր է իրեն ավելի շատ եք տեսնում, որովհետև ավելի շատ վլոգներ է ինքը տեղադրում, ավելի շատ վլոգներ է անում, ես ամիսը 1-2 վլոգ անում եմ ու գրեթե դուք կարելի ասել, որ գրեթե ոչինչ չեք տեսնում, ես չեմ նստում իմ կյանքը էկրանի առաջ պատմում, ես չեմ նստում ուրիշների նման, YouTube-ում լացում, ողորմություն խնդրում, որպեսզի ինձ
ծանրոցներ ուղարկեն, նստեմ, ասեմ, սա չունեմ, նա չունեմ, սրա կարիք չունեմ։ Դուք ինձ այսքան ժամանակ տեսել եք, որ ես նստեմ ու լացեմ, ասեմ, այս չունեմ, այն չունեմ, այս ինչ է, այսպես եղավ, դուք մեր ընտանեկան առողջականի հետ կապված, հա, փառք Տիրոջը, բայց ինչևէ կամ ֆինանսականի կամ որևէ այլ բանի մասին ես երբեք չեմ հանում YouTube-յան հարթակ, նստեմ լացեմ, ասեմ, այս չունեմ, այն չունեմ, այս ոնց է լինելու, այն ոնց է լինելու, փառք Աստծո, ամեն ինչ էլ ունեմ, ինչ էլ չունեմ, ժամանակի ընթացքում դա էլ կունենամ, բայց ուրիշների նման չեմ նստում լացում, որ մարդիկ ինձ ողորմա, խղճան ու ինչ որ ծանրոցներ ուղարկեն, ես դա թույլ չեմ տա, առավել եւս թույլ չտա իմ ամուսինը, մեկ անգամ հնարավոր է աչք փակի, բայց հաջորդ անգամ անպայման ինձ կստիպի, որպեսզի եթե շարունակական լինեն YouTube-յան իմ ալիքը փակեմ, որովհետև Վահանը չի սիրում եւ որ ինչ որ մեկը այդպես իրեն օգնության կարգի կամ ինչ որ նման բան է անում, շատ խիստ կբարկանա ու գիտեմ իր բնավորությունը կասի, որ YouTube-ում դու քո ալիքը բացել ես ուղղակի վլոգներ դնելու, այլ ոչ թե ողորմություն հավաքելու համար։ Եթե այդպես պետք է շարունակես, ալիքդ փակիր ու YouTube-ից հեռացիր։ Ուղղակի չլացող, չկոտրվող մարդիկ մեր YouTube-յան հարթակում հայ շատ քիչ են։ Տիկին Անահիտը Ֆրանսիայից շատերդ գիտեք, վլոգներ է վարում, իրեն շատ եմ սիրում։ Այդ կինը եւս անդրադարձել է այդ ծանրոցների թեմային ու իմ կարծիքով շատ ճիշտ է։ Դա մեր ընտանիքի ապրելաձևն է, մեր կարծիքն է։ Դուք կարող եք դրա հետ համաձայն լինել կամ չլինել, դա էլ ձեր կարծիքն է։ Բոլորս ունենք իրավունք ունենալ մեր կարծիքները ցանկացած թեմայի շուրջ։ Դա կապված խաղալիքների հետ։ Շատ եղել են դեպքեր սիրելիներս, եւ որ հարցրել եք ինչպես եղավ, որ բացեցի իմ YouTube-յան ալիքը ու սկսեցի վլոգներ վարել։ Դա այսպես հապճեպ ստացվեց։ Ես 2021 թվականին կորոնավիրուսից կորցրեցի մայրիկին երիտասարդ տարիքում ու ընկա ահավոր ստրեսների տակ, դեպրեսիաներ, անգամ մինչև բժիշկ ինձ դեղերով, այսպես ոտքի կանգնեցի, այնպես որ ոչ մեկ չգիտի ուրիշի կյանքը ինչերի միջով է անցել, ես ոչ մի քարտեր չեմ բացում դնում այսպես իմ էկրանին, որպեսզի մարդիկ տենան ու սկսեն խոսել, ոմանք ուրախանան, ոմանք էլ տխրեն։ Բոլորն էլ ունեն դարդ ու ցավ, կորուստներ, այնպես որ ոչ մեկ պետք չի, որ իր ցավը, իր նեղությունը փաթաթի ուրիշի վզին, բոլորն էլ ունեն կորուստներ ու ամեն մեկի ցավը իրեն է ցավեցնում ու ամեն մեկը իր ցավը իր մեջ լուրմուշ տանում է։ Բայց քանի որ ես չեմ բարձրաձայնում այդ ամեն ինչը, ուզում եմ իմ հետևորդին փոխանցել լավ տրամադրություն, որպեսզի իր առօրյայից կարճ ժամանակով այսպես կտրվի եւ իմ տրամադրությունն եմ փոխում եւ իմ հետևորդի։ Մայրիկից հետո այդպես սկսեցի, որպեսզի ուղեղս ցրվի YouTube-ում այդպես վլոգներ իրար հետևից, այն ժամանակ այդքան շատ չէին։ Ու այդպես YouTube-ը ռեկոմենդացիաներ բերեց ու մի օր էլ մտածեցի, որ ես կարող եմ նույնը անել ու սկսեցի նկարել։ Հայրիկս էր ինձ շատ քաջալերում, որ ամեն ինչ լավ է լինում, լավ է ստացվում, շարունակիր։ Ոչ թե այստեղ գումար աշխատելու ցանկությամբ, ես այդ ժամանակ անգամ չգիտեի, որ YouTube-ում գումար են աշխատում, ուղղակի իմ օրը լցնելու, իմ տրամադրությունը փոխելու, հա, որպեսզի իմ ուղեղը այդ առումով չխորանա, այդ թեմաներից փախնեմ ու սկսեցի նկարել, մինչ այսօր ես շարունակում եմ նկարել, 2 տարի է, մի քիչ հնարավոր է ավել, ճիշտ է ամեն օր վլոգներ չեմ դնում,
սկզբնական շրջանում շաբաթը 2 վլոգ, հետո 1 վլոգ, հետո շաբաթը 1 վլոգ, այդպես ամիսը 2 վլոգ։ Համենայն դեպս ամբողջությամբ չեմ թողնում, ինչքան հնարավոր է սիրելիներս առիթ է լինում, չի լինում, աշխատում եմ ինչ-որ մի փոքրիկ բան նկարել եւ տեղադրել իմ ալիքում։ Եվ որ ալիքս բացել եմ, երեխեք ջան, սկզբնական շրջանում ոչ մեկին չէի դիմել ալիքիս մասին խոսելու համար, հա, որպեսզի գովազդեն։ Ու իմ համար շատ անսպասելի, իմ շատ սիրելի Լիանա Վելխ, երևի շատերը գիտեք, Բելգիայում է ապրում, բայց միշտ ճանապարհորդում եմ ամուսնու աշխատանքի բերումով։ Ինքը այսպես իմ առաջին վլոգը իր ալիքում կիսվեց, ինչի համար իրեն շատ շնորհակալ եմ։ Այնուհետև ես դիմել եմ միայն մեկ վլոգերի, մենք այդ ժամանակ Facebook-ում ընկերներ էինք, ու ինքը անունը չեմ ուզում ասեմ, հնարավոր է իրեն ցանկալի չլինի, որպեսզի որոշ մարդիկ հետևորդները կամ ընդհանրապես իմանան, որ ինքը ալիքը գովազդելու համար գումար է ուզում, ինչը եւս ինձ զարմացեց, այն ժամանակ չգիտեի, բայց հիմա հասկանում եմ, որ դա աշխատանք է, չնայած նրան, որ եւս ես 2 ալիք ներկայացրել եմ առանց գումարի, ես ընդհանրապես YouTube-ում մինչ այսօր մի հատ ցենտ անգամ չեմ աշխատել, այս ամեն ինչը ես անում եմ անշահախնդիր սիրելիներս ձեզ համար։ Գումարի դիմաց գումարը ուղարկեցինք, ինքը գովազդեց իմ ալիքը, երևի 20-25 հոգի միացան, ու վերջ, ու երրորդը, որ իմ ալիքը ներկայացրել է իր կողմից, էլի իմ համար անսպասելի, դա եղել է էլի իմ շատ սիրելի Աննան, ինչի համար իրեն եւս շատ շնորհակալ եմ, ու վերջ։ Դրանից հետո ես ոչ մեկի ոչ դիմել եմ, ոչ խնդրել եմ, այսինքն 2 վլոգեր իրենք ցանկությունով իմ ալիքով կիսվել են, ընդամենը 1 վլոգերի եմ դիմել, ինչը որ եթե հիմա լիներ, ես դա չէի անի, որովհետև դա համարում եմ սխալ։ Ու ասեմ ինչու երեխեք ջան, հիմա անցնեմ մեր զրույցի երկրորդ մասին, ձեզ պատմեցի, թե ինչպես եմ բացել իմ ալիքը։ Բոլոր սկսնակ վլոգերների համար, ովքեր կամ արդեն բացել են իրենց ալիքը, կամ ցանկություն ունեն բացելու, YouTube-ում գումար աշխատելու, դա ստեղծելու իրենց աշխատավայրը եւ ինչու՞ չէ նաեւ շփվելու իրենց առօրյան։ Այսօր այստեղ YouTube-ը կա, վաղը միգուցե չկա։ Եթե գիտեք, WhatsApp-ները գրեթե չեն աշխատում առանց VPN-ի, մինչև այս տարվա վերջ փակելու են, դանդաղացնելու են արդեն աստիճանաբար նաեւ Telegram-ը։ Իսկ մարտի 1-ից արդեն արհեստական բանականություն, հա, искусственный ինտելեկտ ծրագիր են մտցնելու, որ այդ ծրագիրը այսպես տեսնի ու բլոկի բոլոր VPN-ները, ինչպես հասկացաք արդեն մինչև տարվա վերջ նաև YouTube-ն են ուզում բլոկել, որովհետև պատկանում է Meta այդ holding-ին, ինչպես նաև Facebook-ը եւ Instagram-ը, տեսնենք ինչ կլինի։ Ամենայն դեպս հնարավոր է մենք YouTube-ում չլինենք աղջիկներս, բայց այս տեսանյութը լինելու է ու միգուցե շատերի համար լինի շատ կարևոր ու խորհրդի կարգով օգնի։ Սիրելիներս, երբ որ ձեր ալիքը բացում եք YouTube-ում, կարող եք դիմել 1 կամ 2 վլոգերի, որոնք որ կարող են խոսել, ներկայացնել ձեր ալիքը իրենց հետևորդներին, որպեսզի օգնած լինեն ձեզ ձեր ալիքի տարածման համար, որպեսզի ձեզ կան միանան ձեր ալիքը զարգանա։ Հնարավոր է որոշ մարդիկ գումարով, որոշ մարդիկ անվճար, եթե գումարել ձեզ առաջարկեն այդ գովազդի համար, չզարմանաք, պատրաստ լինեք դրան, որովհետև դա իրենց աշխատանքն է ու գրեթե բոլոր վլոգերներն էլ ովքեր որ YouTube-ում են հիմա, բոլորն էլ սրան, այս աշխատանքին վերաբերվում են որպես աշխատանք։ Դուք հետևում եք, դա ձեր համար հնարավոր է լինի այսպես
ժամանակ անցկացնեք հարզլիկայոշի, բայց այդ մարդկանց համար դա իրենց աշխատանքն է։ Բոլոր այն մարդկանց համար, ովքեր ամեն օրու մեջ, շաբաթը 3 անգամ բարտաճանաչ տեսանյութեր են տեղադրում, բոլորն էլ այստեղ գումար են աշխատում, դա գաղտնիք չէ։ Շատ եմ հանդիպել մեկնաբանությունների, որոնք որ գրում են այլ վլոգերների, բայց դուք որտեղ եք աշխատում, այսպես ու զարմանում եմ մինչև հիմա, որ կան մարդիկ, որ չգիտեմ, որ YouTube-ը դա այդ մարդկանց աշխատանքն է։ Սիրելիներս, ոչ մեկ, այսպես ասած, պարապ չէ, այսպես բան ու գործ չունի, հա, նստած ձեր համար, մեր համար ամեն օրու մեջ տեսանյութեր են նկարում, տեղադրում, որովհետեւ մենք մեր ժամանակը հետաքրքիր անցկացնենք։ Նման բան չկա, բոլորն էլ այստեղ գումարի համար են։ Որոշ մարդկանց համար հիմնական ապրուստի միջոց, որոնց մարդկանց համար էլ որպես երկրորդ աշխատանք։ Կապված ալիքի գովազդի հետ։ Աղջիկներս բոլորդ էլ գիտեք, որ մեծամասամբ, որ YouTube-ում եւ որպեսզի հասնես մոնետիզացիայի, պետք է հավաքես 1000 հետևորդ եւ 4000 ժամ դիտում։ Դա բոլորի համար է կարեւոր։ Ու այդպես դիմում ես գրում, հետո նամակ են գալիս, մի խոսքով ու ամեն ամիս այդպես դու աշխատավարձ ես ստանում YouTube-ից դառնալով YouTube-ի գործընկերը։ Կամ որոշ բլոգերներ սկսնակ կամ որոշ մարդիկ, որ եթե բացեն YouTube, մտածում են բացեն YouTube-ում ալիք, այսպես ծամոնի նման կկպնեն այս վլոգերին, այն վլոգերին, իրենց ալիքները կգովազդեն ու այդ վլոգերների օգնությամբ իրենց ալիքա արագ կհավաքի 1000 հետևորդ, 4000 դիտում ու այդպես կգցեն ոտներին ու գումար կաշխատեն YouTube-ում։ Ուզում եմ ձեզ զգուշացնել, եթե նման մոտեցմամբ եք այստեղ ալիք բացելու, կարող եք համարել, որ YouTube-ը ձեր տեղը չէ։ Արդեն դուք ձեզ սպառել եք, որովհետև նման մոտեցմամբ դու չես կարող երկար YouTube-ում վլոգներ վարել կամ քո ալիքը զարգացնել։ Հիմա ասեմ ինչու։ Սիրելիներս, երբ որ YouTube-ում դուք ալիք եք բացում, դուք մի մտածեք ու ձեր հույսը մի դրեք ուրիշ վլոգերների վրա, որովհետև իրենք որ չպիտի աշխատեն ձեր ալիքի զարգացման համար, այլ դուք, որովհետև դա ձեր ալիքն է ու ձեր ալիքի համար պատասխանատվություն կրում եք միայն դուք։ Այդ 1000 հետևորդը դուք կարող եք հավաքել մեկ շաբաթում, մեկ ամսում, 3 ամսում, բայց հավաքեք դուք։ Այլ ոչ թե ձեր հույսը դրեք ուրիշ վլոգերների վրա։ Երբ որ բացում եք ձեր ալիքը, կարող եք դիմել 1 կամ 2 վլոգերի կամ ընդհանրապես չդիմել, բայց ընդհանուր ձեր հույսը դնել ուրիշ վլոգերների վրա, որպեսզի իրանք այդպես ձեր ալիքը գովազդեն ու դուք արագ հավաքեք ձեր 1000 հետևորդը ու դրանով արդեն ամեն ինչ դուք դառնում եք թույն վլոգեր, այդպես բան չկա։ Թող դժվարությամբ լինի, բայց դուք հավաքեք։ Հեշտ ոչինչ չի տրվում։ Վլոգեր լինելը շատ դժվար աշխատանք է։ Կապված նկարելու հետ, մոնտաժի հետ, դու համ մոնտաժոր ես, համ պրոդյուսեր ես, համ սցենարի, ամեն ինչը դու ես։ Դա մեծ աշխատանք է ու դու պետք է այնպես քո ալիքը բարես ներկայացնես, որ մարդկանց համար լինի հետաքրքիր, որ մարդիկ տեսնելով քո ալիքը իրենք գան միանան, այլ ոչ թե լսելով ինչ որ մեկին։ Դու պետք է քո վրա, քո ալիքի վրա այնքան աշխատես, որ քո ալիքը զարգանա, որովհետև YouTube-ը Ռութուբի նման չէ, ինքը ձեր ալիքը ռեկոմենդացիա է անում YouTube-ի հարթակում ու թեկուզ դանդաղ, բայց այդ արդյունքին կարող եք հասնել
դուք ինքներդ եթե ձեր հույսը դնեք այլ վլոգերների վրա, որպեսզի իրենք պիտի գովազդեն, ասենք եկան որոշ բաժանորդներ միացան ձեր ալիքին, հավաքեցիք այդ 1000 հետևորդը ու ինչ է լինում, ալիքը կանգ է առնում, էլ առաջ չի գնում, որովհետև այդ վլոգերները մի անգամ գովազդեցին 3-10 վլոգերների վրա, ուրիշ ձեր գոլեգաների վրա, YouTube-յան հարթակում, ձեր հույսը մի դրեք, ձեր հույսը դրեք ձեր վրա, աշխատեք ձեր ալիքի վրա, սխալվելով, ընկնելով, բարձրանալով, թեկուզ ամեն վլոգից թող մեկ հետևորդ միանա, մեկ բաժանորդ, 3-ը միանան, բայց այդպես դուք ինքներդ կհասկանաք ինչն եք սխալանում, ինչն եք ճիշտ անում, որ թեմաներն են մարդկանց հետաքրքրում, որոնք ոչ, որպեսզի դուք ինքներդ աշխատեք ձեր եւ ձեր ալիքի վրա, այլ ոչ թե ձեր ոտք գցեք ձեր ոտքի վրա, ամիսներ շարունակ նստեք YouTube-ում ու ուրիշ վլոգերներին խնդրելով, գրելով ձեր ալիքը ցանկանաք առաջ մղել։ Նման բան այստեղ չկա, որ այդպես լինել, բոլորներ այդպես կանեն։ Պետք չի, որպեսզի ուրիշ վլոգերներին, ձեր գոլեգաներին YouTube-յան հարթակում մաստակի նման կպնեք ու հոգնածնեք։ Այդպես դուք ոչ միայն կհոգնեցնեք ձեր հետևորդներին, այլ նաև ձեր գոլեգաներին։ Այնպես որ աշխատեք ինքներդ ձեր վրա, ձեր ալիքի վրա, եթե կբացեք ձեր ալիքը, թեկուզ դանդաղ, բայց դուք հավաքեք ձեր հետևորդներին, հիշում եմ, երբ որ իմ ալիքս բացեցի, մի հատ շատ լավ խորհուրդ տվեց այն անձնավորությունը, ում ես վճարել էի իմ ալիքը ներկայացնելու համար, ինձ ասեց Անջան, երբեք չկենտրոնանաս քանակի վրա քո բաժանորդների, որովհետև ասեց կան մարդիկ, ովքեր ունեն 10,000, 30,000 հետևորդ, բայց ընդամենը 1000-2000 դիտում։ Այդ մարդիկ ասեց իրենց արդեն վաղուց սպառել են։ Այ որ դուք ունենաս 1000 կամ 2000 հետևորդ, բայց ունենաս 5000, 10000, 15000 դիտում, ուրեմն YouTube-ում դու հաջողել ես։ Իսկ երբ ունենաս շատ բաժանորդներ, բայց քիչ դիտումներ, ուրեմն դու քեզ արդեն սպառել ես։ Այնպես որ երեխեք ջան, իմ խորհուրդը ձեզ, սկսնակներ ջան, մի կենտրոնացեք այդ 1000 հետևորդի վրա, ձեր ալիքը մոնետիզացնեք, եսիմ ինչեր անեք, ոչ։ Դուք դեռ նոր եք սկսել, դուք անգամ չգիտեք որտեղ եք հայտնվել։ Աշխատեք ձեր ալիքի վրա, ձեր վրա։ Այն ժամանակը, որ դիմում եք այլ վլոգերներին, որ ձեզ գովազդեն, աշխատեք ինքներդ ձեր վրա, նստեք, մտածեք, ինչ անեք, կամ օրինակ վերցրեք այլ վլոգերներից, իրենք ինչ տեսանյութեր են նկարում, որ թեմաներն են բաժանորդներին հետաքրքրում ու սկզբնական շրջանում դուք էլ նույնն արեք։ Ամեն ինչ արեք, պետք է փորձեք, բայց ձեր հետևորդներին, որպեսզի ոչ միայն կարողանաք հավաքել, այլ նաև պահել, որովհետև կարող են գալ բաժանորդագրվել, շատ արագ հիասթափվել եւ հեռանալ։ Դա առաջին խորհուրդը, իսկ երկրորդ խորհուրդը երբեք չթաքնվեք տեսախցիկի հետևում։ Չխուսափեք տեսախցիկից։ Եթե խուսափեցիք, ուրեմն կարող եք չշարունակել։ Չպետք է վախենալ։ Հենց սկզբի օրվանից, երբ որ դուրս եք գալիս YouTube-յան հարթակ, վերցրեք ձեր հեռախոսը կամ տեսախցիկը ու դուրս եկեք տեսախցիկի առաջ, որպեսզի ձեր հետևորդը, ձեր բաժանորդը տեսնի, թե ով է իր հետ խոսում, հենց թաքնվեցիք, դա թաքնվել է, եթե դուք խուսափում եք տեսախցիկից, ուրեմն դուք թաքնվում եք տեսախցիկի հետևին։ Հետևաբար իմ խորհուրդը ձեզ, եթե ուզում եք արդեն սկսել նկարել, ալիք բացել, զարգացնել սիրելիներս, անպայման խոսեք տեսախցիկի առաջ, այսպես հեռախոսը վերցեք, սկզբնական շրջանում հնարավոր է որ լինի դժվար, դժվարանաք, խառնվեք իրար, դրա համար կա մոնտաժ։ Դրա համար եմ ասում, աշխատեք ինքներդ ձեր վրա։
կա մոնտաժ, կարող եք մի քանի կադրից նկարել, չնայած իմ մոտ երբեք դա չի եղել, ինչպես որ կա, այսպես վերցնում եմ իմ ձեռքը, ասում, խոսում, նկարում, այդպես եւ դուք եք բացվում, այսպես ասած, եւ ձեր լեզուն է բացվում, եւ արդեն էլ չեք էլ մտածում խուսափելու մասին կամ վախենալու ու անընդհատ ուզում եք ձեզ համար այս տիպի շփումը, այս ֆորմատը ավելի հետաքրքիր է դառնում եւ ավելի հեշտ, ընդհանրապես վախենալու, խուսափելու ոչինչ չկա, ամեն ինչը ժամանակի ընթացքում փորձի հետ է գալիս, այնպես որ իմ խորհուրդը երկուսն է, առաջինը ինքներդ աշխատացրեք ձեր ալիքը, հույսները դնելով ձեր վրա, որպեսզի կարողանաք ոչ միայն հավաքել, այլ նաև պահել ձեր բաժանորդներին, եւ երկրորդը երբեք չթաքնվեք տեսախցիկի հետևում։ Հույսով եմ այն մարդկանց համար, ովքեր միտք ունեն, ցանկություն ունեն բացել իրենց ալիքները, զարգացնել, դարձնել իրենց առօրյայի մի մասը եւ իհարկե գումար աշխատել, որպեսզի իրենց ընտանիքի, իրենց համար ինչ որ մի քանի քայլ առաջ գնան, ինձ թվում է դա YouTube-յան հարթակի ոսկե կանոններն են։ Իսկ եթե անեք հակառակը, ձեր ալիքը երկար չի մնա, ոչ ձեր ալիքից բան կմնա, ոչ ձեր բաժանորդներից, դուք ձեզ արագ կսպառեք։ Դա էլ այդպես։ Ինձ նաև հարցնում են, թե ինչու եմ ուշ վլոգներ դնում, այլ վլոգերների հետ համեմատած, հա, նայում են որոշ վլոգերներ շատերը այդպես արագ իրար հետևից վլոգներ են դնում, իսկ ես ամիսը 2 վլոգ ու իրենց ֆոնին եւ մտածում են ես ծույլիկ եմ, ծուլանում եմ, այսպես, ոչ սիրելիներս, արդեն հասկացաք պատճառը ինչումն է, մոտիվացիան, ես վերաբերվում եմ YouTube-ին, այս վլոգներին որպես իմ հոբի, իմ սիրելի գործն է, սա աշխատանք է, բայց աշխատանք չէ նաև իմ համար, այսինքն ֆինանսական առումով աշխատանք չէ, բայց աշխատանք է նկարելու, մոնտաժելու, տեղադրելու, քո հետևորդների հետ շփվելու, լեզու գտնելու, պատասխանելու, մի խոսքով դա շատ ժամանակատար է։ Դրա համար սիրելիներս, սա իմ հոբին է, ես երբ հավես եմ ունենում, ժամանակ եմ ունենում, տրամադրություն եմ ունենում, իմ հավեսի հետ է, այն ժամանակ եմ նկարում։ Իսկ այն մարդիկ, որոնց ֆոնի վրա ես ծուլանում եմ, ծույլ եմ երևում, դա իրենց աշխատանքն է, որովհետև իրենք YouTube-ի գործընկերն են, համագործակցում են ու բոլոր իրենց տեսանյութերի համար, դիտումների համար YouTube-ը իրենց վճարում է, մեր սիրուն աչքերի համար չեն անում։ Ժամը արդեն 4-ն է գալիս, երեխեք ջան, դա նշանակում է, որ 1-2 ժամ հետո Վահանը կհասնի տուն ու հետևաբար ես պետք է մտածեմ ինչ եմ պատրաստում, ասեմ, որ ամեն ինչ չի ուտում, այն կանանց բախտն ա բերել, տղամարդիկ ինչ էլ պատրաստեն, նկատի ունեմ սովորական, մեր հայկական խոհանոցը, հա ինչ որ բոլորն են հիմնականում պատրաստում, կլինի, ասենք, բրինձ, մակարոնեղեն, փլավներ տարբեր տեսակ, չգիտեմ ինչեր, գնում բերում պատրաստում են ու իրենց տղամարդիկ մեծ հաճույքով ուտում են, այն որ ասում է քարից փափուկ ինչ լինում է, ուտում են, կոպիտ ասած, մեր Վահանը այդպես չէ, ամեն ինչ չի ուտում, իր համար ամեն ինչ պիտի յուրահատուկ լինի, մի քանի տեսակ լինի, համեղ լինի ու ամենակարևորը մսով լինի։ Իսկ միսը ես այդպես էլ չսիրեցի, չեմ սիրում, իմ համար ավելի համեղ են, ավելի լավն են բանջարեղենները, մրգերը, միտք լինի, հա, ես հացի ուտելիքի մասին ընդհանրապես մոռանում, կարող եմ առավոտից երեկո միայն միրգ ուտել։ Գնամ տեսնեմ, ինչ եմ պատրաստում, երեկոյան էլ, երբ որ գործերս կավարտեմ, կնստեմ ու վլոգը մոնտաժեմ, որպեսզի առավոտյան տեղադրեմ իմ ալիքում։ Մի հետաքրքիր պատվեր ունեմ, ուզում եմ մի հատ բերեմ ձեզ ցույց տամ, երեխեք ջան, նոր վլոգը ավարտեմ, մի րոպե։ Այստեղ հիմա իմ կոթի, պապայիս գյուղն է։
անկյուն գումարած 3 ալիքն եմ նայում, իմիջալոց սիրելիները շատ եմ սիրում այս ալիքը YouTube-յան, եթե չեք բաժանորդագրվել, անպայման բաժանորդագրվեք եւ հետևեք։ Ճիշտ է, շատ ալինում, երբ որ տատիկները շատ բողոքում են հիմիկվա երիտասարդությունից, որ այսպես չի, այնպես չի, որոշ հարցերում համամիտեմ այդ շուրթերը, որ լցնում են, չգիտեմ, այդ միջամտություններն անում են, այդ բաների հետ համամիտեմ, բայց որ ասում են հիմա ամեն ինչ բաց է, ամեն ինչ այսպես է, դրա հետ համամիտ չեմ, որ քիչ փնովեն մեր երիտասարդներին, առանց դա էլ լավ ուրիշ են, լավը խոսեն, բարին խոսեն, ավելի շատ դաստիարակչական, ոչ թե բողոքեն, բամբասեն, թերագնահատեն, վատաբանեն մեր երիտասարդներին, մենք ունենք շատ լավ երիտասարդներ, շատ լավ սերունդ, խելացի, հասկացող, լինենք բարի երեխեք ջան, թե մեծ, թե փոքր, իրար վերաբերվենք սիրով ու միայն լավը կամենանք, ով էլ որ սխալվում է, գնենք ճիշտ ուղու վրա, ոչ թե փնովենք կամ վատաբանենք, ուրիշը իրար լավին մեզ երբեք չի տալու։ Այսպիսի հարմարավետ միջոց աղջիկներս ու շատ մեծ, չգիտեմ անգամ անում ինչ է եւի ծածկոց, երբ որ ասենք դրսում կամ տանը, հա, մենք դե տանը չունենք ճանճեր կամ թռչող մլակներ, որովհետև փակ են լինում պատուհանները, սետկաները դրված, բայց շատ է լինում, երբ որ դրսում, ասենք խորոված ենք անում, այնտեղ դիսետկայում սեղան ենք դնում, ու մինչև Վահանեմիսը գնում է թոնիրում կախում է, ճանճերը գալիս են, այնտեղ նստում ենք, ձեռքով այսպես հանում, որ այն շոքին, հա, արևի տակ ճանճերը չգան ու չնստեն կերակուրների վրա։ Այսպիսի հարմարավետ միջոց այդ դրա դեմ պայքարելու համար սիրելիներս ու բավականին մեծ, ինչքան գիտեմ 60-70-ի վրա է չափսը, այսպես թե տանը թե դրսում, հա, ինչ որ ուտում եք, ասենք սեղան այդ պահին չեք հավաքում, այսպես դնում ծածկում եք ու գնում ձեր գործերին։ Ու ոչ մի թռչում, ոչ մի մրջում չի մոտենում ձեր ուտելիքին, ու երբ որ գալիս եք, այսպես վարձնում եք ու դստում վայելում եք ձեր համեղությունները։ Իմ կարծիքով շատ հարմարավետ միջոց է, կա նաև քառակուսի տարբերակը, ես վերցրել եմ այս կլոր տարբերակը, տարբեր չափերի կա, փոքր, մեծ, ում ինչ չափ որ պետք է, ես վերցրել եմ միջինից մի փոքր մեծը ու փառք Աստծո անվնաս եկել եւ հասել եմ ես, իհարկե շատ երկար եմ սպասել, գրեթե 2 ամիս ու շատ հեշտ էլ հավաքվում է, այստեղ մի հատ սենց փոքրիկ այս կնոպկան կա, այսպես հոպ, ու ինքը փակվում է Օրեր առաջ եմ ստացել պատվերս ու ամրանս ամես շատ պետք կգա։ Ես հումա շատ-շատերի համար էլ անհրաժեշտ կլինի, միգուցե նաև չգիտեն, հուսով եմ վլոգը ձեր համար հետաքրքիր էր, վաղուց միասին չենք զրուցել, չենք խոսել, սպասում եմ տուփի, Վահանը պետք է տուփ բերի Լերոայից, մեծ տուփ, Տոնածառի տուփը պահել ենք, բայց այս խաղալիքների ու մնացած բաների համար պետք է մեծ տուփ բերի, որպեսզի տոնածառը դնեմ առանձին իր տուփի մեջ, խաղալիքները տուփերով այդ մեծ կարոպկայի մեջ, դրան եմ սպասում ու այդ վերջին տուփ խաղալիքներին ու երևի միասին էլ կհավաքենք տոնածառը, դա կլինի երևի հաջորդ վլոգում։ Իսկ այս վլոգի համար այսօրվա համար այսքանը սիրելիներս, հույսով եմ ձեր համար հետաքրքիր էր, ձեզ չծանծարացրի իմ խորհուրդները հիմա եւ հետագայում շատ-շատերին կլինի, ինչպես ասում են, պալիեզնա, օգտակար եւ ովքեր էլ ցանկություն ունեն, մտածում են, իմ խորհուրդը ձեզ չանհանգստանալ, չվախենալ, արեք ձեր առաջին քայլը ու վստահեցնում եմ, որ
ամեն ինչ շատ լավ է լինելու, ձեզ YouTube-ում կսիրեն ու դուք էլ կունենաք այստեղ ձեր փոքրիկ անկյունը եւ փոքրիկ ընտանիքը։ Երբեք YouTube-ին չվերաբերվեք որպես փողի աղբյուր։ Նվիրվեք ձեր ալիքին, սիրեք ձեր ալիքը, աշխատեք այդ ալիքի վրա, գումարն էլ արդեն ինքը իրան կգա։ Ձեզ լավ օր սիրելիներս, լավ եղեք, առողջ եղեք, կհանդիպենք, պաչիկներ բոլորին։